Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում բացվեց երկար սպասված ցուցահանդես։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվեց այսպես կոչված Ղազիրի գորգը։ Արարողությանը ներկա էին Ամերիկյան կոնգրեսի, ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի և Ամերիկայի Հայ հանձնախմբի անդամներ։ Ցուցադրությունը հաջողվեց կազմակերպել հենց նրանց երկարամյա ջանքերի շնորհիվ։ Հայ որբերի գորգը, սա այդ գորգի մյուս անվանումն է, տասնամյակներ շարունակ դուրս չի բերվել Սպիտակ տան պահոցներից։ Իսկ 2013-ի ձմռանը Սպիտակ տունը առանց բացատրության հրաժարվել է այն տրամադրել Սմիթսոնյան ինստիտուտում կայանալիք ցուցահանդեսին։ Թեպետ կոնգրեսի մոտ 30 անդամների կարծիքով այդ գորգը առնչվում է և ամերիկյան, և հայկական պատմությանը։ Միջոցառման կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում ելույթ ունեցավ նաև կոնգրեսական Ադամ Շիֆը։ Այս միջոցառումը, որ մանրամասն լուսաբանում է հայ որբերի գորգի պատմությունը, իրականացվել է նաև հազարավոր ամերիկացիների խնդրանքի շնորհիվ։ Ինչու է այդքան ջանք ներդրվել մի կարպետ ցուցադրելու համար։ Սա պարզապես սովորական մի կարպետ չի։ Այն սերտորեն առնչվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետ։ Լուռ ազդեցիկ ապացույցն այն բոլոր մարդկանց համար, ովքեր մերժում են 1,5 միլիոն մարդկանց, կանանց ու երեխաների սպանությունը զանգվածային կոտորածների, բռնի տեղահանությունների միջոցով, որը կատարվել է հայերի հետ 1915-ից 23 թվականների ընթացքում։ Հուսով եմ այս ցուցադրությունը ուսուցողական նշանակություն կունենա և կպատմի ամերիկյան նոր սերնդին պատմության մեծագույն ողբերգություններից մեկի մասին, իսկ արդյունքը կլինի այն, որ կբազմապատկվեն 2015-ին ընդառաջ իրագործվող ջանքերը, որպեսզի վերջնականորեն և առանց խուսափողականության տուրք մատուցվի հայոց ցեղասպանության ճանաչմանը։ 1920-ական թվականներին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն վարձակալում է Բեյրութից 60 մղոն հեռու գտնվող լիբանանյան արքայազններից մեկի պալատը և վերածում որբանոցի։ Ցեղասպանությունը տեսած և վերապրած 1400 աղջիկներ են փրկվում այդտեղ։ Ղազիրի որբանոցի աղջիկները մոտ 4,5 միլիոն հանգույց պարունակող գորգը գործել են 10 ամսում։ 1925-ի դեկտեմբերին ծննդյան տոների կապակցությամբ գորգը ուղարկում են Միացյալ Նահանգների նախագահին։ Գորգի հակառակ երեսին գրված էր «Նախագահ Քուլիջին՝ ի նշան երախտագիտության»։ Ընծան հիացրել էր Քուլիջին։ Մերձավոր Արևելքի հիմնադրամի փոխնախագահին ուղղված նամակում նա գրել է. «Ստացել եմ Լիբանանի երեխաների կողմից գործված այս գեղեցիկ գորգը։ Սա նրանց երախտիկի արտահայտությունն է, այն օգնության համար, որ մենք ցուցաբերել ենք այս երկրին։ Իմ կողմից այն ընդունվել է որպես բարի կամքի դրսևորում Միացյալ Նահանգների ժողովրդի նկատմամբ, որը սատարել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի աշխատանքներին»։ Գորգը նոյեմբերի 18-ից 23-ը ցուցադրվեց Սպիտակ տան այցելուների սրահում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։